Ռուսաստանը Թուրքիային $9 միլիարդ է հատկացրել Ակույու ատոմակայանի շինարարության ֆինանսավորման համար, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրակթարը։ Այդ միջոցներն ամենայն հավանականությամբ կօգտագործվեն 2026-27 թվականներին, ասել է նախարարը։ Նա նշել է, որ ատոմակայանը շահագործման կհանձնվի 2026 թվականին։ Պաշտոնյան նաև հայտարարել է, որ Անկարան բանակցություններ է վարում Հարավային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ Սինոպի նահանգում եւ Թրակիայի շրջանում միջուկային նախագծերի վերաբերյալ, հավելելով, որ Թուրքիան ցանկանում է ստանալ առավել մրցունակ առաջարկ։ Ըստ 2010 թվականին կնքված համաձայնագրի Ռոսատոմը կառուցում է Թուրքիայում առաջին ատոմային էլեկտրակայանը, որը գտնվում է Մերսինի նահանգում Միջերկրական ծովի ափին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի համար կարմիր գծեր են տարածքային հարցերը, Զապորոժիեի ատոմակայանի կառավարումը, ինչպես նաև կարևոր են անվտանգության երաշխիքները։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան տարածքների հետ կապված որևէ պարագայում իրավաբանորեն ոչինչ չի ճանաչի։ Նախագահն ընդգծել է, Կիևը բազմաթիվ զիջումների է գնացել, ինչը վկայում է այն մասին, որ միակ առաջնահերթությունը պատերազմն ավարտելն է։ Միևնույն ժամանակ Զելենսկու խոսքով հարկավոր է ուժեղ լինել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ դրա համար պետք է Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների աջակցությունը։ Զելենսկին արդեն մեկնել է ԱՄՆ, որտեղ դեկտեմբերի 28-ին պետք է հանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ֆլորիդայի ճանապարհին նա կանգ կառնի Կանադայում, կհանդիպի վարչապետ Մարկ Քարնիի հետ, ինչպես նաև առցանց հանդիպում կանցկացնի եվրոպացի ղեկավարների հետ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է հանրաքվեի դնել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի 20 կետից բաղկացած ծրագիրը, եթե Մոսկվան համաձայնի հրադադարի առնվազն 60 օրով։ Axios-ի հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել։ Այնուամենայնիվ ծրագրով նախատեսվում է, որ Ուկրաինան արևելքում մեծ տարածքային զիջումների պետք է գնա։ Իր հերթին ԱՄՆ նախագահը New York Post-ի հետ զրույցում լավատեսություն է հայտնել խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ։ Կարծում եմ, մենք լավ հնարավորություն ունենք, ասել է նա։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կախված է իր դիրքորոշումից։ Դոնալդ Թրամփը հավելել է, որ նախատեսում է նաև զրուցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին ընդառաջ ռազմական գործողությունները շարունակվում են։ Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 500 անօդաչու թռչող սարք 40 հրթիռ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հիմնական թիրախում է եղել Կիևը։ Հարվածի տակ են հայտնվել էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մեկ մարդ զոհվել է, ավելի քան 30-ը վիրավորվել։ Մի քանի բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել։ Մարդիկ պատսպարվել են մետրոյի կայարաններում։ Բացի այդ, Կիևի մարզում 300,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Ուկրաինայի գնդակոծության ընթացքում Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել, ինչի պատճառով երկրի արևելքում 2 օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Իր հերթին ռուսական կողմը հայտնել է Կուրսկի մարզում 1 զոհի, Բելգորոդի մարզում 1 վիրավորի մասին։ Մոսկվայի երկնքում ուկրաինական 6 ԱԹՍ է խոցվել, Կալուգայում 5։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մի քանի ժամում ուկրաինական 100-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին։ Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող Կուպյանսկ քաղաքն այժմ գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Թայլանդը եւ Կամբոջան մի քանի օր տևած բանակցություններից հետո հրադադարի համաձայնության են եկել, որը ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարները։ Հրադադարը վերաբերում է բոլոր տեսակի զենքերի կիրառմանը եւ բացառում է ինչպես քաղաքացիական օբյեկտներին ու ենթակառուցվածքներին, այնպես էլ կողմերի ռազմական թիրախներին հարվածները։ Համատեղ հայտարարության մեջ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը հրադադարի լիարժեք պահպանմանը եւ երկու երկրների սահմանին կայունության, անվտանգության եւ խաղաղության հաստատմանը։ Կամբոջայի եւ Թայլանդի սահմանին բախումները վերսկսվել էին դեկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերին Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են միմյանց։ 20 օրվա բախումների ընթացքում ավելի քան 40 մարդ է զոհվել, գրեթե 1 միլիոն մարդ տարհանվել է։ Երկրների միջև տարածքային վեճը շարունակվում է ավելի քան 1 դար։ Իսրայելական ուժերը շուրջկալ են իրականացրել արևմտյան ափի Քաբաթիա քաղաքում։ Մինչ այդ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ արևմտյան ափին գործողություն կիրականացնի։ Դեկտեմբերի 26-ին Քաբաթիայից մի պաղեստինցի Իսրայելի հյուսիսում վրա երթ եւ դանակահարություն էր իրականացրել 2 մարդու կյանք խլելով։ Հարձակվողին կրակել եւ վիրավորել էր դեպքի վայրում գտնվող քաղաքացիական անձ։ Իսրայելական ուժերը մի քանի բնակչի տարել են հարձակնության։ Երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորականներին հրահանգել է խստություն դրսևորել հետագա հարձակումները կանխելու համար։
Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որն ինքնահռչակ Սոմալիլենդի հանրապետությունը ճանաչել է որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արտգործնախարար Գեդեոն Սաարը եւ Սոմալիլենդի ղեկավար Աբդիռահման Մոհամեդ Աբդուլլահին փոխադարձ ճանաչման համատեղ հռչակագիր են ստորագրել։ Նեթանյահուն տեսազանգի ընթացքում հայտարարել է, որ կհամագործակցի Սոմալիլենդի հետ գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում։ Աբդուլլահին էլ հայտարարել է, որ Սոմալիլենդը կմիանա Աբրահամյան համաձայնագրերին։ Սոմալիի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ջիբութիի կառավարությունները եւ Աֆրիկյան միությունը խստորեն դատապարտել են Իսրայելի նախաձեռնությունը, մեղադրելով նրան էքսպանսիոնիստական քաղաքականության, Սոմալիի ներքին քաղաքականությանը միջամտելու եւ անկայունություն ստեղծելու համար։ Սոմալիլենդի ինքնավար մարզը, որը համարվում է Սոմալիի մաս, անկախություն է հռչակել 1991 թվականին։ Մինչ օրս այն չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։